Պարոն Սիմոնյան, դուք թերևս տևական ժամանակ պայքարում էիք, որ ժամկետները չլրանան, վաղեմության ժամկետ չկիրառվի եւ Ջալալ Հարությունյանի մասով կարողանայիք հասնել այն արդյունքին, որ վերջին սխափամամիջոցը ի վերջո կիրառվեր եւ ազատազրկումը ի վերջո իրականացվեր։ Հիմա տեղեկություններ երեք հրապարակվեց, որ իրեն արդեն տարել են կալանավայր։ Ուր են տարել եւ արդյոք այսքանով սահմանափակվելու է էլի իրեն առաջադրված մեղադրանքը եւ ազատազրկումը։ Նայեք, այդ տեղեկատվությունը ես էլ լրատվամիջոցներից, այսպես ասած, ստացել, որ Ջալալ Հարությունյանը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, ենթադրում եմ, որ իրան տեղափոխած կլինեն կամ Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ կամ Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ, բոլոր դեպքերում այս գործով, որով որ ես իրականացրել եմ դժողների շահերի պաշտպանությունը, դրանով ավարտվեց գործը։ Հիմա թե այլ գործեր իր նկատմամբ կլինեն, թե չեն լինի, չեմ կարող ասել, տեղեկություն չունեմ։ Վճռաբեկի որոշումից հետո այլևս Ջալալ Հարությունյանին չեք տեսել, դժողները չեն տեսել, դա վերաքննիչը եղել է վերջին ըստ էության մեղադրյալի եւ դժողների հետ հանդիպումը։ Այո, դե դժողների հետ բնականաբար ես հանդիպում եմ, քանի որ այլ գործեր էլ ունենք, Գևորգ Գևորգյանի վերաբերյալ գործը դեռևս դատարանում է քննվում, թե Ջալալ Հարությունյանին ես տեսնելու որևէ լիազորություն ու ասենց ասած որևէ բան չունեմ իրան տեսնելու, դե ամենայն դեպս այդ մասով ավարտվել է, ես հույս ունեմ, որ ամբողջ նշանակված պատիժը կկրի քրեակատարողական Կարող է այլ հանգամանքներով պայմանավորված չլինի դա։ Քրեական օրենսգիրքը նախատեսում է որոշակի ժամկետ հետո պատիժից վաղաժամկետ պայմանական ազատում, այդ կապակցությամբ եմ ասում, որ հույս ունեմ, որ դա չի կիրառվի եւ ամբողջ պատիժը կկրի։ Այսինքն որ դեպքում դա կարող է կիրառվել, ինչ մտավախություններ ունեք։ Եթե չեմ սխալվում, կեսը կրելու քրեական օրենսգրքով նախատեսված, եթե չեմ սխալվում 85 հոդվածով է այժմ նախատեսված, պատիժը կրելուց վաղաժամկետ ազատման ինստիտուտը, որը կարող է կիրառվել, եթե համապատասխան դրական վերաբերմունք ունենա ինքը ընթացքում։ Պարոն Սիմոնյան, եւ նաեւ հաշվի առնվում այդ դեպքում նաեւ դժողների դիրքորոշումը։ Ահա, դժողները ըստ էության բնականաբար հայը ունենան բացասական դիրքորոշում։ Պարոն Սիմոնյան, պատերազմից 5 տարի անց նոր ըստ էության որոշումը կայացվեց, արդյոք բավարարված են եւ դժողները եւ պաշտպանական կողմը այս դատարանների Պաշտպանական կողմի համար չեմ կարող ասել, պաշտպանական կողմը բնականաբար դժգոհ կլինի, միանշանակորեն, այնպես չի, որ դժող կողմը բավարարված է այս մեղադրանքով եւ պատժով, սակայն այլ տարբերակ չունենք, իսկ ինչ վերաբերում է 5 տարուն, ես այս վերջերս մի գործով Եվրոպական դատարանը վիճել կայացրեց Գուրգեն Սարգսյանի վերաբերյալ կյանքի իրավունքի խախտում ճանաչելով, որը տևեց, եթե չեմ սխալվում, 7 տարի, հիմա նորից պետք է այդ գործը մենք վերաբացենք, վերսկսենք։ Իսկ ինչ վերաբերում է տուժող կողմի առումով, ապա տուժող կողմը այժմ էլ է շարունակում է այլ անձանց մասով, որպեսզի քննություն կատարվի, դե Գևորգ Գևորգյանի մասով գործը գտնվում է դատարանում եւ էլի անձինք կան, որոնց մասով տուժող կողմը դիմելու է։